նստումների ընթացքում դատարանը միգուցե այն խորությամբ չէր կարողանում կատարել վճռական ենթակայության հարցին, ըստ էության վճռական ենթակայության նաև ճիշտ որոշված լինելու հանգամանքին, բայց կարողանում հետագայում նաև մի կողմից նշվող վերաբերյալ դեկտեմբերի 10-ի որոշման մեջ դատարանը իր էջուկը սրան անդրադարձել է այլ հարցերին ավելի խորությամբ եւ ըստ էության այս հարցը մնացել է կարելի ասել դատարանի տեսադաշտից դուրս։ Մենք կարծում ենք, որ այս հանգամանքը պետք է դատարանի ուշադրությունը գրավեր եւ մենք գտնում ենք այն ժամանակել ենք նաեւ հայտարարել, որ այս գործը չպետք է քննվեր, կոռուպցիոն անձանցների վերաբերյալ գործը չպետք է քննվեր ԱԱԾ վիճական դեպարտամենտում, իսկ հետագայում վիճական կոմիտեի համապատասխան ստորաբաժանում։ Մենք գտնում ենք նաեւ, որ նախաքննությունը իրականացվել է ըստ էության որոշակի ուղղվածությամբ եւ նաեւ ԱԱԾ հետաքննության մարմնի ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ հետազոտական գործունեության արդյունքները որոշակի առումով նաև այսպես ասած շտկելու կամ բրկելու առումով։ Ամեն դեպքում սրա վերաբերյալ մենք հետագայում դատաքննության ընթացքում կներկայացնենք մեր մյուս դիրքորոշումները։ Վերնշված հիմնավորումներով դրանց վերնությունից միմիայն կարելի է փաստել, որ բարդ իրականացման մարմինը նախաքննություն կատարել է բազմաթիվ էական մակներ կոպիտացարական խախտումներով, որոնք բերել են անթույլատրելի ապաշտների ձեռքբերման, իսկ վերջինները տրվել են ազգային մեղադրանքի հիմքում։ Նշված հանգամանքները չէին կարող նկատված չլինել դատարանի կողմից։ Մյուս նկատված հանգամանքը, որ պաշտպանության կողմի մոտ բերել նախագահ դատավորի բացակայելու դժվարին որոշումն է, դա այն է, որ դատարանն իր միջդատական վարույթում մեղադարի նկատմամբ իրավասու ապահով միջոց է վերացնելու, փոփոխելու, դրա ժամկետը երկարաձգելու կամ խափան միջոց կիրառելու հարցը քննարկելու մասին 2024 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման մեջ արձանագրել է հետևյալ դիտարկումները եւ մտքերը։ Այսպես, նախագահ դատավորը փաստել է, որ քրեական վարույթ ստանալիս ամբողջությամբ ուսումնասիրել են առկա տվյալները, ողջ ծավալով, սահմանափակելով մեղադրական եզրակացությամբ։ Այնուհետև դատարանը իզարդած պաշտպանության կողմից մի կողմից կայացված ապահով միջոցի հարցի քննարկման վերաբերյալ որոշման մեջ ըստ մեզ նշել է տվյալ փուլի համար ոչ բնորոշ ու վերաբերելի ծավալով հետևյալ տվյալներ, մասնավորապես մեջբերում դատարանի հիշած որոշումից։ Մեջբերման իսկ վերաբերյալի հիման վրա մատնանշված հանգամանքներն իրենց համապատասխան մեջ գնահատելով, մասնավորապես սույն որոշման 1.77 կետում նկարագրված ազատանի վերաբերված անձավոր արարքների բնույթի, վտանգավորության աստիճանի, դրանց դրսևորման ձևի, կատարման եղանակի եւ հանգամանքների հետ, դատարանը գտնում է, որ գործի նյութերում առկա փաստարկների համակցությունը բավարար հիմք է տալիս մտահոգելու ազատանի կողմից դատարանում գործի քննությանը խոչընդոտելի բարձր հավանականության մասին։ Այն է քրեական դատավարության մասնակցող անձանց անօրինական ազդեցության գործադրումը եւ կարևոր զգացումը, ինչը դիտարկվել է նաեւ միջազգային վարույթում։ Մեջբերման ավարտ։ Թե ինչ նկատի ունի դատարան այս արտահայտությամբ մնում է գուշակել, քանի որ նախ դատարան հղում չի անում որևէ ակտի կամ փաստական հանգամանքի, բացի դա դատարանի այդ նշումը պաշտպանական կողմի համար այնքան անորոշ է ու չպատճառաբանված, որ չի կարող ընկալվել այն ամբողջ ծավալով ու քննարկվել հնարավոր խոչընդոտը դատարանի համար վերացնելու հանգամանքը։ Դատարան դատարան սրան նախագահական նիստում վերաբերյալ մասով ապահով միջոցի հարցի քննարկման ժամանակ ես անդրադարձա եւ ըստ էության այս հարցը սպայնել դեռևս պատասխան չունի, ինչ նկատի ունեք դուք միջազգային վարույթում դիտարկված այսպես ասած արամազետների կողմից խոչընդոտելու հանգամանքի վերաբերյալ, որովհետեւ նորից կրկնում եմ, պատվաժան դատարանները, նախկին դատարանները միջդատական վարույթում երբևիցե չեն փաստել նման հանգամանք եւ ըստ էության ապահով միջոցի հարցի քննարկման ժամանակ ապահով միջոցի պայմանի խախտում կամ ըստ էության խոչընդոտելու որևէ հավանական դրսևորում, նույնիսկ կասկածի տեսակետով, արտաքին տեսակետով չունեն։ Նման դատական ակտ ուղղակի չկա։ Իսկ սրանք ի վերջո մեր եզրահանգումներն են, մեր նաև որոշակի առումով ուշադրություններն են, որ դատարանը կարող է սա նկատի ունենալ, ուստի անդրադառնում ենք նաև այդ հանգամանքին։ Հանցան կողմի մոտ դատարանը չի երևում եւ առկա են այնպիսի հանգամանքներ, որոնք ոչինչ կասկած են հարուցում նախագահ դատավորի անվճարության մեջ։ Ելնելով որոշ շահագրգռվածից, հաշվի առնելով հիշատակված հիմնավորումները, Իրական դատավարության օրենսգրքի 64-66 հոդվածներով, 49-րդ հոդվածի առաջին ասի 9-րդ կետով, 313-րդ հոդվածով սահմանված կարգով, հայտնում են բացառ հակակոռուպցիոն դատարանի քիվուկը 24 նախագահ դատավոր պարոն Սարգիս Դադոյանին եւ խնդրում են ընդունել ինքնավարչը։ Եղած է Արամազետների պաշտպան